Մենք գիտենք Աստված ստեղծեց ամեն բան 6 օրվա մեջ, ինչպես ասում է երկնքում, երկրում լինող բաները տեսանելին եւ անտեսանելին, եւ 7-րդ օրը հանգստացավ։ Տիրոջ մոտ մենք գիտենք ամեն ինչ, ասենք ասած, ծրագրավորված է, Տերը կարգ ու կանոնի Աստված է, օրենքի Աստված է, այսինքն նրա մոտ խառնաշփոթ չկա, նրա մոտ քաոս չկա։ Որ ասում է առաջ օրը այս բանը ստեղծեց, երկրորդ օրը այս բանը, երրորդ օրը, դրանք բոլորը ծրագրով էր ու հենց այդպես պիտի կարգը լիներ ու հերթականությունը նաև լիներ։ Հիշեք, որ 6-րդ օրը ստեղծեց մարդուն, չէ՞։ Եվ մարդուն ստեղծեց մեծ դիրքով։ Մարդը կարելի ասել երկրի վրա եղած ստեղծագործությունների մեջ ամենաբարձր դիրքը ստացավ։ Նրա համար խոսվեց նախ որ մեր նմանությամբ եւ մեր պատկերով ստեղծվի մարդը, Աստված այսպես ծրագրեց եւ այսպես ստեղծեց, Աստծո նմանությամբ, հասկանում եք, դա ինչ մեծ փառք է, ինչ մեծ զորություն է, ինչ մեծ կարողություն է լինել նման Աստծուն։ Իհարկե բացատրելու դրա կարիքը կա, ինչ է նշանակում նման լինել, հենց բարոյական նկարագիր է Աստծո, որ Աստված ինչպիսի բարոյական էակա սրբության, բարության տեսակետից, սիրո տեսակետից մարդուն այդպեսին ստեղծեց, նաև էլի բաներ հենց իշխելու հետ։ Եվ ասեց իշխի, չէ, մարդը երկրի վրա եղած բոլոր մնացած ստեղծագործությունների վրա։ Մարդը պիտի իշխեր կենդանիների վրա, սողունների վրա, ծովի ձկների վրա, այսինքն մարդուն տվեց ամենամեծ ու ամենաբարձր դիրքը երկրի վրա ստեղծվածների համեմատ։ Եվ մենք գիտենք, որ ասենք ընդհանրապես եթե ինչ որ դիրք է մարդը գրավում, այդ դիրքի համապատասխանել նա ձեռքաբերում իրավունքներ։ Եթե օրինակի համար նա դիրք էր գրամարտն էր այդ դիրքի մեջ իշխելու, նա իրավունք ուներ իշխելու։ Իրավունք ուներ երկրի վրա եղած իր իշխանության տակ գտնվող ամեն ինչի վրա կազմակերպել եւ կառուցել, ոնց որ ասած, նրանց հետ կապված ծրագրեր, կյանքը նրանց եւ այլն։ Եվ պատահական մի համարեք, որ Աստված հենց մարդուն տվեց իրավունք, դա հենց իր ունեցած մարդուն տված իշխանությունից ու դիրքից էր գալիս, իրավունք տվեց, որպեսզի երկրի վրա եղած բոլոր կենդանիների անունները ինքը դնի։ Դուք գիտեք, չէ՞, անցկացրեց մարդու արչևով, Ադամի արչևով, եւ Ադամը դրեց ամեն կենդանու անունը, եւ Աստված չխառնվեց այն առումով, որ ասեր, չէ, սենց չլինի, սենց լինի։ Ասում Ադամը ինչ դրեց, դա էլ Աստված թողեց, որ տենց էլ լինի։ Հա, ճիշտ է, տեղ երևում է Ադամի իմաստությունը նաև, բայց նաև այստեղ երևում է այս բանը։ Աստված իրավունք է տվել Ադամին, դիրք է տվել իշխելու, այդ իշխանության մեջ կա իր իշխանության մեջ գտնվող կենդանիների անուններ օրինակ դնելու, ոչ միայն դա է, բայց մի բան եմ ես ասում, Աստված ասեց քո իշխանությունը գործադրի, տվել եմ արա։ Եվ Ադամը գործադրեց, եւ Աստված դեմ չէր, որտեղ ինքն էր տվել այդ իշխանությունը։ Եվ ընդհանրապես Ադամը Աստված ինչ-որ ստեղծեց, գրված է ինչ էր, բարի էր, շատ բարի էր։ Այդ բարին գիտեք ինչից է գալիս։ Գալիս է հենց այդ ասենց Աստծո ստեղծած աշխարհի ներդաշնակությունից, նաև խաղաղությունից, ասենց ասած կարգ ու կանոնից, այնտեղ չկար քաոս, այնտեղ չկար, ինչ ասեմ, այդ հակառակությունը, պայքարը, չարիքը, կար խաղաղություն, ներդաշնակություն, ներդաշնակ լինել, այսինքն իրար հետ համահունչ, ամեն մեկը իր տեղում, ամեն մեկը իր կարգի մեջ, ամեն մեկը իր սահմաններում, ամեն մեկը իր իշխանության մեջ, այսպես։ Այսօր երբ որ մեկը մեկին ուտում է, հոշոտում է եւ դա այդ ներդաշնակություն չի։ Մյուսի իրավունքները խախտելով մի բան անելը ներդաշնակություն չի։ Եվ այդ ներդաշնակությունը, խաղաղությունը, այդ կարգ ու կանոնը Աստված դրեց հենց նաև դիրքեր տալով, սահմանելով, այսպես կարելի ասել, հետագայում շարունակության մեջ տեսնում ենք, այո, այսպես Աստված երբ որ մարդուն ստեղծեց, ասում է արու եւ եք չէ ստեղծեց։ Եվ Ադամը սկզբից ստեղծվեց, հետո հետագայում Աստված այսպիսի բան ասեց, ասես լավ չի որ մարդը մենակ մնա, իր համար հարմար օգնական, այդպես ասում, օգնական։ Այսինքն Աստծո խոսքի մեջ արդեն իրավունքի ասենց ասած շրջանակներ է գծագրվում։ Եթե ասում է օգնական, ուրեմն օգնական։ Այսինքն դա նշանակում է այդ ստեղծագործությունը, որ պիտի լիներ, Եվան արդեն, նա պիտի այդ սահմանների մեջ գործեր։ Եվ իր օրհնությունը, եւ իր հաջողությունը, եւ բարիքը հենց այդ սահմանների մեջ մնալն էր, այսինքն մնալ Ադամի օգնական։
Այսինքն Ադամը նրա վրա պիտի իշխանություն ունենար։ Ադամը պիտի ղեկավար դերում լիներ ոչ միայն ստեղծագործության մեջ երկրի մեջ եղածների նկատմամբ, այլ նաև իր կնոջ նկատմամբ, որ իրեն հավասար մարդ էր։ Այսինքն մարդկային ոչ մի բանով Եվան պակաս չգտնվեց։ Հենց երբ որ ստեղծվեցավ, Ադամն էլ ասեց. «Ահա մարմին իմ մարմնից, ահա ոսկոր իմ ոսկորից, եւ նրանք կոչեն կին»։ Եվ մարդը կթողնի իր հորն ու մորը եւ իր կնոջը կհարի եւ կլինեն մեկ մարմին։ Եվ այստեղ էլ նորից ոնց որ մի հատ կարգ դրեց, որ պիտի ամուսնություն լինի, ընտանիք լինի։ Եվ արդեն այդ ընտանիքի մեջ, այդ միաբանության մեջ նորից եմ ասում, Եվայի համար ասեց մի հարմար օգնական։ Այսինքն նա պիտի օգնող լիներ։ Խորհրդակից կարար լիներ, օգնական կարար լիներ, բայց ղեկավար գլուխ չէր կարար լինի։ Ու այլ տեղերում էլ Սուրբ Գիրքը հստակ ասում է կնոջ գլուխը տղամարդն է, տղամարդու գլուխը Քրիստոսն է, Քրիստոսի գլուխը հայրն է։ Այսինքն տեսնում եք դիրքեր, աստիճաններ, համահավասար չի ամեն ինչ։ Համահավասարությունը խառնաշփոթ է բերում։ Այդպես չի։ Օրհնությունը այդ դիրքերի մեջ է, որ լսողներ լինեն, ղեկավարներ լինեն, ասենց ասած, եւ այլը։ Օրինակ հենց Աստծո եռամեացնությունը իր մեջ ներդաշնակություն, խաղաղություն ու ասենց ասած օրհնություն ունի։ Ինչով։ Հենց այդ դիրքերի նաեւ պատճառով։ Որպես Աստված Սուրբ եռամեացնության 3 անձերն են, Հայրն էլ, Որդին էլ, Սուրբ Հոգին էլ, երեքն էլ հավասար կարողություններով Աստվածային անձեր են։ Երկրպագելի Աստծո փառավոր վիճակը բոլորին վերաբերում է։ Եթե ամենակարողության հարցն է, 3-ն էլ ունեն, ամենագիտության հասնա, 3-ն էլ ունեն, մեկը մեկից ավելու պակաս չեն։ Բայց երբ որ դիրքին է գալիս, դիրքի տեսակետից հավասարություն չկա։ Հայրը հայր է, նա գլուխ է, նա ղեկավար է։ Որդին դե որդի է, հորը պետք է լսի։ Եվ այդ լսելու մեջ էր ինքը։ Այսինքն սահմաններ կար, որ որդին չէր անցնում այդ սահմանը, որովհետև դա հոր սահմաններն էր։ Ոնց որ հայերեն չէ, ռուսերեն ասում պոզիցիան, չէ՞։ Ասում են, դա իմ պոզիցիան չի, այսինքն իմ սահմանների մեջ, իմ իրավունքների մեջ չի մտնում։ Եվ շատ տեղերում տեսնում ենք Հիսուս Քրիստոսը հենց այդպիսին։ Սուրբ Հոգին էլ իր սահմանների մեջ էր, նա, ասենց ասած, ավելի ցածրացած ու արգված, ինչպես եղբայրը բացատրեց օրինակի համար։ Իսկ դիրքային տեսակետից Հիսուսն էլ ասում էր. հայրը ինձանից ինչա մեծ է։ Հայրը բա մեծ է, դիրք։ Բայց ոչ վիճակի տեսակետից, երբեք չէր ասում, ես ամենակարող չեմ։ Հայրը ամենակարող է, բայց ես ամենատես բան չէր Տեր ասում։ Երբ որ երկրպագության հարց էր ասում, Հիսուսը համարձակ թույլ էր տալիս, որ իրեն ինչ անեին, երկրպագեին, այսինքն դրանով ուզում ցույց տա, որ ես Աստված եմ։ Աստվածային ոնց որ փառավոր վիճակի մեջ։ Եվ տեսնում ենք, որ այո, Եվան երբ որ ստեղծվեց, այսպես ստեղծվեց, եւ դա ոչ թե մենակ Ադամ ու Եվայի համար էր կարգ դրված, ասենց ասած սամբան, աստիճան, այլ անհամայն մարդկության համար։ Նորից ասեմ, հետագայում տեսնում ենք ամենտեղ խրատես է։ Մարդը թող սիրի իր կնոջը, կինը թող հնազանդվի իր մարդուն։ Երբ որ ասում հնազանդվի, այսինքն լսողը ինքն է։ Նրա գլուխը մարդն է, ինքնագլուխ չլինի, ինքնուրույն չլինի։ Սրա մեջ է իր հաջողությունը, ընտանիքի հաջողությունը ընդհանրապես դրա մեջ է, որ ընտանիքում մեծ ու փոքր լինի։ Այսինքն տարիքային հարցը միայն չի, այլ նաև հենց այն դիրքային հարցը։ Ծնողը բնականաբար երեխան չի կարող ծնողի իրավունքներով ընտանիքի մեջ վարվի։ Սահմաններ կա, որ ծնողին նա երեխան պետք է չմտնի այդ սահմանների մեջ։ Նա իրավունք չունի տեղ։ Իսկ եթե հանկարծ մի ընտանիքի մեջ այդտենց, այդտեղ խառնաշփոթ է, քաոս է, այդտեղ դեմոկրատիա է։ Ժողովրդավարություն, այս դեմոկրատիա, ժողովրդավարությունը քաոսն է, սատանայի քաոսն է։ Այդպես է։ Այդ ժողովրդավարության օրենքներն են, որ մտցնում են, ուզում են քաոս դարձնեն, այն կա լավ բարի Աստծուց դրված օրենքները հեռացնելով հենց ընտանիքներից, չէ՞։ Ծնող դու չես կարող քո երեխուն մատով կպնես։ Երեխա դու կարաս մատ թափտաս քո ծնողի վրա, ասես կզանգեմ կգան քեզ կտանեն։ Իմ իրավունքները մի սահմանափակի, իբր թե իրավունքներ են։ Այսից չարի գործն է։ Այս կարգու կանոնը քանդվում է, այն կարգու կանոնները սահմաններն է քանդվում, որի մեջ մնալով մարդը օրհնված է։ Եթե անգամ ընտանիքը Քրիստոսին չի հավատում,
բայց իր ընտանիքի մեջ մեծ ու փոքրի հարգանք կա, սեր կա, պատվել կա, դիրքը այդ հաշվի առնելով կա, այդ ընտանիքը օրհնություն ունի։ Այդ ընտանիքը ինչու օրհնություն, որովհետև ակամայից նրանք Աստծո մոդելով են շարժվում, ոչ թե ժողովրդավարության մոդելով։ Այդ մոդելը օրհնության մոդել է, Հիսուսի մոդել է, Աստծո մոդել է։ Օրինակ ինչ ենք տեսնում, ինչպես գործվեց առաջի մեղքը, ինչ դա էլի Տերը ոնց որ ասած Ադամի Եվայի համար սահմաններ էր դրել։ Պարտեզի բոլոր ծառերից կերեք համարձակ, արխային, առանց վախենալու, առանց քաշվելու, ձեզ համար եմ, ոնց որ այդ ծառերը ստեղծեց ընկե, մեկ ծառ կա, բարի եւ չարի գիտության ծառից չուտեք։ Զգուշացնում է, չարիք կա ու ինչ տեսակ չարիք, կերածդ օրը մահով կմեռնես, մահ կգա։ Սահմաններիդ մեջ մնա, սահմաններից դուրս եկար մահա, սահմաններից դուրս եկար չարիքը, այդպես է։ Եվ տեսնում ես Ադամը, Եվան, ավելի ճիշտ օձը խոսեց Եվայի հետ, եւ Եվան կարելի ասել, այո, քայլ կատարեց, հրապուրվելով, խաբվելով, մոլորվելով, նա այդ արգիլված ծառիցը, նրա պտղիցը վերցրեց ճաշակեց եւ տվեց իր ամուսնուն Ադամին, նա էլ կերավ եւ մեղ գործեցին, որտեվ իրավունք խախտեցին, սահման խախտեցին, անիրավություն արեցին, որտեվ մեղքը դա անիրավությունն է, անօրենությունն է, օրենք խախտելը, իրավունք խախտելը, որ իրանց իրավացի չէր, տրված չէր, թույլատրված չէր։ Եվ այդ մեղքով ինչ եղավ, մահը մտավ թե իրենց մոտ, թե ամբողջ աշխարհի վրա ազդեց, թե իրենց ամբողջ իր սերունդի վրա ազդեց։ Ու տեսնում ենք, այդ մահը բերում է իրոք նաև հենց այդ անխաղությունը, կռիվը, խառնաշփոթը, չարիքը եւ այլն։ Դրա ոնց որ ասած մեղքի ազդեցության բերում է այդ բաները։ Եվ ինչ որտեղ նայում ենք Եվան, որ օգնական պիտի լիներ, այդտեղ օգնական չդառավ, հակառակ։ Ինքը դառավ, ասես կարելի ասել, նախաձեռնող։ Ինչպես։ Դե ինքը չէ առաջինը իր այդ քայլը կատարեց։ Հետո տվեց իր ամուսնուն, կարելի ասել Ադամին առաջնորդեց։ Չենք ասում ստիպեց, խեղդեց, բայց ամենայն դեպս քայլ կատարեց։ Գուցե օրինակի համար sense դասավորվեր։ Երբ որ Սատանան խոսեր Եվայի հետ, Եվան ասեր դու իմ հետ գործ չունես, ես գլուխ ունեմ։ Ես ամուսին ունեմ, իր այդ խոսել։ Չենք հասկանում ենք, որ Ադամի հետ էլ հաստատ խոսել էր, բայց չէր կարողացել, թույլողակը Եվան էր։ Այսպես։ Բայց ինքը, ասենց ասած, ինքնուրույն իր որոշումը կատարեց եւ քայլը արեց եւ ավելին առաջնորդեց իր ամուսնը։ Եվ ընդհանրապես սենց է, այո, երբ որ մարդը դուրս է գալիս իր գծած Աստծո գծած սահմաններից, իրեն իրավունք է վերապահում ավելի բաներ, քան իրեն տրված է, այս ինձ չարիքն է իր։ Իսկ երբ որ մնում է այդ սահմանների մեջ, այսքան տեղ եմ քեզ տվել, այս սահմանի մեջ մնա։ Այս գործն եմ տվել, այս գործը արի, դրան արա, այլ մնացածի հետ դու գործ չունես։ Հավատարիմ այդքան փոքր է, մեծ է, շատ է, ընդարձակ է, թե ինչա, Տերը էդ է, իմ բաժինը էդ է, ինձ էդ է տվել։ Ես պիտի դա կատարեմ։ Վերջ, ես պիտի սահմաններս չանցնեմ եւ այդտեղ Աստծո օրհնությունը, հաջողությունը մարդու կյանքում լինում։ Եվ որ տեսնում ենք հենց Աստված ասեցի, հենց դրել է սահմաններ տարբեր տեսակ եւ այդ սահմանների մեջ էլ մեզ զգուշացել է, որ մնանք։ Հնազանդ եղիր քո ծնողին օրինակի համար։ Դու որդես քո որդեական սահմանների մեջ լինի։ Ծնողը պետք է հաշիվ տա իր արարչին, իր որդների հետ կապված հարցերում։ Պետություն կա, որ ասում է օրինակի չէ, տերով հնազանդվեք եւ այլ։ Այսինքն բոլորը կարգ ու կանոններ են, աստիճաններ են, դիրքեր են, որ Աստված ուզում այդ ամեն ինչի մեջ ոնց որ դրել է, որպեսզի մարդը մնա եւ օրհնված լինի դրա մեջ։ Հիշեցնեմ Տեր Հիսուս Քրիստոսի հենց դեպքերը, Տերը ինչ Տիրոջ հետ ինչ կատարվեց։ Նախ Սուրբ Գիրքը ասում է նրա 2 անգամվա ցածրանալու մասին, դիրքային տեսակետից ցածրանալու մասին։ Գրված է Աստծուն հավասար լինելով, հիշում եք Փիլիպպեցիս 2-րդ գլուխ։
հափշտակություն չհամարեց դա, չտարվեց դրանով։ Այսինքն երբ որ հարց առաջացավ աստվածային փառավոր դիրքը թողելու, իշնելու, ցածր լինելու, նա չասեց, չէ, ես չի պիտի ես դիրքի տեր, ես ոնց որ ասած կատարյալ աստվածային դիրք ունեցողս իշնեմ այդ կատարյալ ցածրությանը։ Ասում է հափշտակություն չհամարեց։ Եվ գիտենք Տեր Հիսուս Քրիստոսը ասում է հորիցը դուրս եկա աշխարհ։ Այստեղ երկու փուլ է ներկայացնում։ Քրիստոսը Հայր Աստծուց դուրս եկավ, դրա համար կոչվեց որդի։ Ծնվեց, դրա համար կոչվեց որդի։ Ծնվել է չի նշանակում առաջանա, դուք լավ գիտեք։ Եթե երեխան ծնվում է, չի նշանակում երեխան առաջացավ հենց նոր որ ծնվեց, չէ, նա կար, ուղղակի միջավայրը փոխվեց։ Շատ կներեք, մոր արգանդում էր, ինչ լավ, լույս աշխարհ եկավ։ Հիսուսը հոր մեջ էր, այդպես էլ գրված է։ Նա հավիտյանս հավիտենից ինչքան հայրը կար, այնքան էլ ինքը կար, հոր մեջ, մեկացած։ Բայց ծնվեց, հորիցը դուրս եկավ։ Ծնունդ կատարվեց։ Դրա համար նա կոչվեց որդի։ Մեզանից ծնվածները կոչվում են մեր որդիներ։ Դրա համար Հիսուսը կոչվեց Աստծո որդի։ Ինչպես եղբայրը ներկայացրեց, այո, նույն աստվածային վիճակով, ասենք ասած աստվածային կատարյալ լիությամբ։ Այդպես էր։ Բայց որդի լինելով նա դիրքի ցածրություն արդեն ստացավ։ Որտեղ նա իրեն դրեց որդիական դիրքի մեջ, այսինքն հորը լսելու, հորը հնազանդվելու։ Հայրը ղեկավար, ինչպես որ սովորաբար ասենք, ինչ որ ասած արդարացին դա է, որդին լսող, կատարող։ Չէ՞ այդպես։ Երկրորդ ցածրացում էսը հորից ասма դուրս եկա, ինչ արեցի, եկա աշխարհ։ Աշխարհ եկավ ինքը։ Եվ աշխարհ գալով արդեն ինքը ավելին Աստծո որդին նաև մարդացավ, դարավ մարդ, դարավ ծառա։ Եվ բազմաթիվ բաների մեջ տեսնում ենք Տերը ճանաչում էր իր այդ դիրքը, նոր դիրքը, որ աշխարհում է արդեն որպես մարդ, Աստծո որդին մարդացած։ Եվ շատ բաներում ասում էր, այո, ասենց կարելի ասել, իմ սահմանների մեջ դա չի, ես այդ գործը չեմ անի կամ այդ բանի հետ գործ չունեմ։ Օրինակ տեղ կա դատելու հետ կապված, բազմաթիվ տեղեր Տիրոջը ստիպում էին դատի, չէ՞, հիշում եք, անգամ կին էին բերել հայտնապես, ասենք, շնության մեջ բռնված դատի, ասես չէ, ես քեզ չեմ դատում, չէ՞, տենց է, ես կարճ եմ պատմում։ Թեպետ ասում եմ, եթե դատեմ, այնպես չի, որ սխալ դատ կանեմ, բայց ինչ է սա նշանակում, ինձ ուղարկողը ինձ համար ծրագիր է դրել։ Եվ ասում է Հովանու 3:17 Աստված իր որդուն չուղարկեց աշխարհը դատելու համար, այլ աշխարհը փրկելու համար։ Ես եկել եմ մեղավորին փրկելու։ Ես չեմ եկել մեղավորին դատելու։ Հայրը տենց է ուղարկել ինձ։ Այդ ոնց որ ասած իմ գործնեության սահմանները այսքանն է։ Դատել իմ գործնեության մեջ չի մտնում, որ ես դնեմ դատեմ։ Ես եկել եմ փրկություն անելու։ Իհարկե հետագայում մենք գիտենք, երբ որ Քրիստոսը արդեն իրականացրեց իր խաչի գործը եւ խոսեց իր ժողովրդի հետ, ինքը Մատթեոս 28:18-ում այսպես ասում, չէ, ամեն իշխանություն ինձ տրվեցավ։ Եվ երբ որ այդ ամեն իշխանության տերն է արդեն, այդ ամեն իշխանության մեջ մտնում է նաև այո, դա դատել։ Երկրի վրա դա չէր անում այդ բանը։ Այդպես է։ Եվ կամ մեկ ուրիշ տեղ կարող եմ ուղղակի համարը հիշեցնել Ղուկաս 12:13-14-ը։ Ասում եմ մեկը Տիրոջը մոտեցավ, ասես Տեր, ասա իմ եղբորս թող ժառանգությունը ինձ հետ կիսի։ Այսինքն երևի եղբայրը չէր տալիս, ինքը ուզում է որ Տերը կանգնի այդ դատավորի դերում կամ այդ բաժանողի դերում եւ ժառանգություն կիսի։ Ասեց ով մարդ, ով ինձ քեզ բաժանարար կամ դատավոր կանգնեցրեց։ Այսինքն Տերը չէր եկել այդ գործողությունը իրականացնել, բայց ասենց ասեմ, հիմա այդ իրավունքը ունի, հիմա ունի։ Այն որ ասեց ամեն իշխանություն ինձ տրվել է, այդ իշխանությունն է, ամեն իշխանություն, այդ էլ Տերը իրավունք ունի իշխանությունի։ Այսինքն ես եմ ուզում ասեմ, էլի ուղղակի կամ Տերը ուրիշ տեղերով որ նայում ես, անգամ բաներ կար, որ հոր հետ կապված ասում էր
այդ բաները հոր իշխանության մեջ է մտնում, ես դրա մեջ չեմ մտնում։ Ինքը Աստծո ծառա էր, տեղ կա ինձ ինքն էլ է բացատրում, ասում է ծառան չգիտի իր տերը ինչ է անում։ Այդպես բան է ասում։ Այսինքն բաներ կար, որ որպես մարդ ինքը արդեն Աստծո ծառա ինքը դրա մեջ չէր խառնում, հոր իրավունքի մեջ էր։ Օրինակ տեղ կա մենք զարմանում ենք, երբ որ ինքը ասում է կարող եմ հիշեցնել, որ համարում է դա ասում Մարկոսի ավետարան 13:32-ում, որ խոսում է վերջի ժամանակների մասին, իր գալուստի մասին, ու այսպես բան ասում, այդ օրվա օրը, ժամը ոչ ոք չգիտի։ Ոչ հրեշտակներ, անգամ ասում է ոչ էլ որդին, այլ միայն հայրը։ Մարդիկ մեկ-մեկ բան են անում, մտածում են, բա որ չգիտի ո՞նց է Աստված, այս մենք ասում ենք ինքը ամենագետ Աստված է, այո, ինքը ամենագետ Աստված է։ Հարցը ստեղ այս բանն է, որ ոնց որ ասած, դա իր իշխանության կամ իր այդ վիճակում գտնված մարդ լինելու, ծառա լինելու բանի սահմանների մեջ չի մտնում, որ ինքը դրանով հետաքրքրված կամ դա իմանալու հարց ունենա։ Տեղ կա աշակերտներն էլ հարցրեցին, Տեր, երբ ես Իսրայելի թագավորությունը հաստատելու, այս ժամանակում ասես ձեզ տրված չի այն ժամերն ու ժամանակները իմանալ, որ հայրը իր իրավունքի սահմաններում որոշել է։ Իսկ ղեկավարը հայրն է, ծրագրավորողը հայրն է, ինչա որոշե ինքը գիտի։ Ես ծառա եմ, կասեսի արա անեմ, այս մյուս ասա, մի արա, չեմ անի։ Բայց հիմա որ բնական է այդ ծառա վիճակից դուրս է եկել Տերը, չէ՞, եւ բարձրացել է հոր Աստծո աթոռի աջ կողմը նստած, այդ դիրքա ցույց տալում Աստծո աթոռի աջ կողմը, Աստվածային դիրքի մեջ նա ամեն ինչ էլ գիտի ժամն էլ, օրն էլ։ Հաստատ գիտի, բայց այդ վիճակի հետ կապված իր սահմաններում ինքը իր սահմաններում մեջ էր մնում։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը ինքը մեզ համար օրինակ եղավ, որպեսզի մենք ճանաչենք մեր սահմանները եւ մեր սահմաններից դուրս չգանք։ Իրավունքի սահմաններ, գործելու սահմաններ, որը մեզ Աստծուց է տրված, թույլատրելի է եւ դրա մեջ է մեր բարիքն ու օրհնությունը։ Ուրիշ տեղեր չմտնենք եւ հիշենք Հռոմեացիս 12-րդ գլուխը առաքյալը sense բան ասում 3:6-ում, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին բան չմտածես նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկի հավատքի չափը բաժանեց, որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք եւ այն ամեն անդամները միևնույն գործը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին են Քրիստոսում, բայց ամեն մեկը միմյանց անդամ ենք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք այս շնորհքի պես, որ մեզ տրված է, թե մարգարություն հավատքի չափով մարգարանանք եւ շարունակումը։ Այստեղ ինչի վրա եմ ուզում շահություն դարձնել, որ ասում է ամեն մեկս ոնց որ ասած Աստծո շնորհք են կառել։ Ասում է ավելին պետքա բան չմտածել նրանից ավելին, քան արժան է մտածել։ Այսինքն արժանը այն բաների վրա մտածել, ինչի մեջ դու դրված ես, կանչված ես։ Այդ բաների մեջ լինես։ Ուրիշ բաների մեջ քիթս չխոթեմ, ոնց որ ասած։ Ես իմ պարգև ունեմ, ես իմ գործ ունեմ, ես ինձ ոնց որ ասած տրված պատվեր կա, հրաման կա, դրա վրա մտածեմ, դրան կատարելու մասին մտածեմ։ Այն ինչ որ ինձ չի վերաբերվում, այդ բաների մեջ չգնամ։ Թե պարգևի գործ, թե մնացած բաները, ես հիմա մի բանի վրա կուրեմ ուշադրություն հատկապես դարձնեմ, մի փոքր հեռվից եկա, հա, ես ասում, որ այո, ավելի չմտածենք հանկարծ, որտեղ սա կլինի արդեն սահմանների խախտում եւ չենք հաջողվելու։ Լավ հիշեք, ինչի մեջ Տերը մեզ կանչ է դրել է, այդ բանի մեջ էլ հաջողություն է տալիս։ Ինչ մեր սահմաններից մեզ տրվելիք չի, մեզ տված չի, դրան մեջ ենք ուզում մտնենք, ինքը դրա մեջ օրհնություն չի տա քեզ։ Քեզ հետ չի լինելու, հաջողություն չի տա, բայց ինչի մեջ որ կանչ է դրել է, ինչ պահանջներ որ քո վրա դրված է, դու էլ ուզում ես կատարես, օրհնելու է քեզ, օգնելու է, որ դու հաջողություն ունես դրա մեջ։ Շատ ենք բերել այս օրինակը Սուրբ Գրքում գրված է իհարկե մեզ խրատի համար, որ թագավոր կար, որ շատ հաջողված թագավոր էր, շատ ուղղություն արեց Տիրոջ առաջին, Տերն էլ նրան շատ օրհնեց, խաղաղություն տվեց, հաջողություն տվեց իր թագավորելու գործերի մեջ, որտեղ նա Տիրոջ հետ ուղղությամբ վարվեց եւ իր գործի մեջ հավատարիմ էր Տիրոջը, Տերն էլ շատ օրհնեց։
Եվ որ ինքը այդ օրհնության մեջ հպարտացավ։ Իրան թվաց, եթե թագավորելու մեջ հաջողված է, ինքը կարա քահանայական գործ էլ անի։ Վերցրեց բուրվառը, մտնում էր տաճար, մտավ տաճար, որ բուրվառով այդ խնկարկությունը անի, քահանացիությունը։ Քահանաները իր հետ խոսում էին, ասում են, որ չի կարելի, դա մեր իր սահմանների մեջ է, դա քո սահմանների մեջ չի մտնում։ Դու այդ իրավունքը չունես, թեկուզ հաջողված թագավոր ես։ Եվ ասում է Տերը իրեն բորոտությունով ճակատից խփեց։ Եվ ասում մինչև կյանքի վերջ ինքդ էս բորոտել մնաց։ Այդ հաջողված թագավորը, այդ օրհնված թագավորը, երբ որ իր սահմանը անցավ, մտավ մի բաների մեջ, որ իրան չի վերաբերվում, հարվածվեց։ Եվ այստեղ մի բառ օգտագործեց, ասես պարկեշտ մնանք այն բանի մեջ, որ մեզ տրված է։ Պարկեշտ մարդը դա այն մարդն է, որ իր սահմանները ճանաչում է, ուրիշի սահմանների մեջ չի մտնում։ Իրան չվերաբերող բաների մեջ չի գնում։ Օրինակ, անպարկեշտ տեսել եմ, անպարկեշտ հարցազրույց է վերցնում բանը, ասենք փողոցում ամուսիններ են, լրագրողը։ Հարց է տալիս, ամուսնուն է մոտեցնում, կինը չպատասխանում է։ Ամուսինը չի հարցնում։ Հարց է տալիս, կինը պատասխանում, տենց էլ ամուսինը չպատասխանեց։ Իսկ անպարկեշտություն է։ Պարկեշտ մարդը հասկանում է իր սահմանը, եւ եթե մի բան իրան չի վերաբերում կամ իրանից մեծը կա, բարձրը կա, որ նրան է վերաբերում, թույլ է տալիս, որ նա իր ոնց որ ասած ինքը իր իրավունքները իրականացնի, ոչ թե ինքը մտնի իրան չվերաբերող բաների մեջ։ Որ նայում ես Տեր Հիսուս Քրիստոսը ոչ մի բան չէր անում առանց հոր կամքի, չէ՞, հենց սա էլ իր սահմանները գիտեր։ Ինքը չէր եկել ինքնուրույն լինել, իրան ուղարկողի կամքը պետք է կատարեր, ոչ թե իր կամքը իր ուղարկողի։ Հարցը էս չի, իր կամքը կարող է ինքը իր կամքի մեջ սխալվեր, չէ, չէր սխալվի։ Բայց ինքը եկել է իր ուղարկողի կամքը կատարեր։ Ինչ որ լսում եմ, այն եմ անում, չէ, ինչ որ տեսնում եմ, այն եմ անում։ Այն եմ խոսում, այն եմ անում։ Այդպես էր ասում։ Բայց մարդիկ կան օրինակի համար մի գործ ես հանձնարարում, իր սահմանները գծում ես, էս պետք է անես։ Սրանից ավելի հետ գործ չունես դու։ Եկել նայում ես քո ասածի նման չի արել, ես ինչ էլ ավելացրել, ես ինչ էլ պակասցրել։ Բայց քեզ բնականաբար այս հարցն է առաջանում։ Քեզ ով է իրավունք տվել դու այս բաներ անես։ Իմ գործը այսքան մասը դու պետք է անես, վերջ դու դրանից ավելի իրավունք չունես։ Մեկ էլ մարդկա մուննաթա չէ գալիս։ Ես էլ քո համար ուզում եի լավ լներ, քո համար եմ արել, ում համար եմ արել, հա, բայց ով է քեզ ասել որ դու անես։ Ես քեզ ասել եմ, քեզ իրավունք տվել եմ։ Եվ կուզեմ հիշեցնեմ հետաքրքիր մի բան, ասենք Հակոբոս առաքյալի նամակից, հատկապես սրա վրա ուշադրություն դարձնենք, որտեղ շատ ժամանակ սրա մեջ կաղում ենք։ 4-րդ գլուխ 11-ից 12 խոսքերը։ Իրար մի բամփասեք եղբայր, իր եղբորը բամփասողը կամ իր եղբորը դատողը օրենքն է բամփասում եւ օրենքն է դատում։ Արդ եթե օրենքը դատում ես, այլ օրենքի կատարողը չես, այլ դատավորը։ Մեկն է օրենսդիրը եւ դատավորը, ով կարող է փրկել եւ կորցնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Տեսեք, պատգամը այսպես էր պատվերը։ Իրար մի բամփասեք, իրար մի դատեք։ Եվ հստակ երևում է այստեղ մի բան, դա մեր պոզիցիայի մեջ չի մտնում, այսինքն մենք այդ իրավունքի մեջ չկանք, մեզ չի տրված իրավունք դատ անել, բամփասանք անել, քննադատել, փնովել, չի տրված, խոսում է պարզ հստակ ասում է, ով այդ իրավունքի մեջ, նա ով որ օրենքսդիրն է, օրենքն է դրել, որ օրենքը դրել է, օրենսդիրն է, նա հենց նաև դատավորն է, Աստված։ Այսինքն շատ հաճախ մարդը մեղանչում Աստծո դեմ սենց, մտնում է այն սահմանների մեջ, իրավունքների մեջ, որ Աստծունն է, հասկանում եք։ Երկու բան առնվազն այստեղ կատարում, ասում է օրենքը, իր եղբորը դատողը եւ իր եղբորը բամփասողը օրենքն է դատում եւ օրենքն է բամփասում։ Դու էլ կատարող չես, այլ դատավոր ես։ Որ Աստված է դատավորը, ինքը օրենքը տվել է, ինքն էլ դատավորն է։ Ես շատ եմ բերել այս օրինակը, թեկուզ հանցագործի համար, օրինակ, լավ իրավաբան եմ, լավ էլ գիտեմ, մարդը, որ օրինակի համար իմ տունը մտել է, գողություն անում, օրինակ,
քրեական օրենսգրքի այսինչ հոդվածով ինչքան ազատազրկում է իրան հասնում։ Ես իրավունք ունեմ, թեկուզ այդ օրենքը իմանալով դնեմ այդ մարդուն, օրինակ բռնեմ այդ հանցագործին հանցանքի մեջ, իմանալով որ ինչքան է իրան ազատազրկում հասնում, այդքան տարի իմ պատվալում պահեմ ազատազրկեմ։ Իրավունք ունեմ, չունեմ։ Ով է օրենսդիրը, պետությունը, ով պիտի դատի, պետությունը։ Քեզ ով է թույլ տվել որ դատես, եթե անես, չէ՞, մի հատ էլ ինձ կդատեն որպես անիրավ մարդ։ Նմանապես ով է քեզ թույլ տվել։ Կդնենք, կդատենք, կբամփասենք, չարախոսենք, փնովենք, էսի վատայինի սենց այրին, նենց այն, նենցա մեզ թվում է թե մենք ոչ մի բան չարեցինք, բայց ասում է դու սրանով օրենքն ես դատում եւ օրենքն ես բամփասում։ Այսինքն գիտեք ինչ նշանակում օրենքն ես դատում։ Վերջապես օրենք ասում է, պարզ ասում է, որտեվ դու ես դեպքում օրենք կատարող չես դառնում, այլ օրենքի համապատասխան դատավորություն անող ես դառնում։ Բայց քեզ օրենքը տրված է մենակ մի նպատակով, որ դու այն ինչ անես, կատարես։ Ոչ թե դնես ուրիշին դատես, դա պետության, դա Աստծո գործն է, այլ դու կատարողն ես։ Ինքը կոչվում է սիրո օրենք։ Այս դեպքում դու սիրո մեջ չես։ Եվ եթե ես իրավունք եմ վերագրում ինձ այդ իրավունքն էլ անելու, դատ անելու, ես դատում եմ օրենքը, այսինքն օրենքը ցույց եմ տալում, որ պակասություն ունի։ Այո, կարելի է նաև սենց անել, բայց օրենքը քեզ չի թույլ տալիս այդ անել։ Ուրեմն դու դատում ես օրենքը։ Դու անարգում ես Աստծուն։ Եվ շարունակության մեջ այսպիսի բան ասեց, դու ով ես, որ ուրիշին դատում ես, չէ՞։ Մեկը կա կորցնող, նույն տիպի համար կա Հռոմեացիս 14-ի 1-4-ը ես չեմ կարդա, որ այնտեղ ասում է դու այնտեղ էլ էսպես ասում, դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես։ Այսինքն դու էլ իր հետ հավասար ես։ Անես չի որ դու իրավունք ու իշխանություն ունես այդ բան մեջ չունես, իր վրա իր տեր կա, ինքը ասում է, կարա նրան փրկի, կարա ազատի, կարա դատի։ Իր սեփականությունը։ Ոնց որ դա նման է նրան, որ ես արխային մտնեմ օրինակի համար հարևանի տուն ու երեխուն ծեծեմ։ Հարևանի երեխուն։ Պատժում եմ, դասիրակում եմ, դա հարևանի տան տերը սենց ասած, կարա ասի, բայց դու ով ես։ Իմ տան մեջ այս իրավունքներն ես գործադրում։ Նմանապես ես ով եմ, որ պիտի ուրիշի ծառային դատեմ։ Այդ ծառան տեր ունի, Աստված նրա տերն է, Հիսուսը նրա տերն է։ Եվ այստեղ կարա միած սենց հարց առաջանայինք նստինքյան, կարա մարդ ասի, բայց այդ դեպքում, եթե մեկը օրինակ մեղք ունի, ոչինչ պետք չի ասել իրան։ Շայություն դարսեք, հակառակ, հենց տերը պատվեր ունի, որ ինչ անենք, ասենք։ Բայց այդտեղ ինչ է ասում, դու ոչ թե դատավոր ես այդն, որ դրան այդ մարդուն դատես։ Լեք կարդացեք, օրինակ Մատթեոս 16-րդ գլուխ, հենց 15-ից 18 խոսքերը։ Հիշում եք ոնց ասում, եթե եղբայրդ մեղք գործես քո դեմ, գնա, երբ որ դու եւ նա մենակ եք, նրան ինչ արա, ասա։ Եթե լսեց, եղբորդ շահեցիր, ուշադրություն դարձեք, եղբորդ շահեցիր, այսինքն դու չես գնացել իրան դատես, դու գնացես իրան ինչ անես, շահես, դու գնացես քո սիրո գործը կատարես, օգնես որ ինքը տեսնի իր դժվարությունը, մեղքը չմնա մեղքի մեջ չկորի, այլ շահվի, եւ էլի քայլերը ասում արա, կամ ուրիշտեղ անգամ պարտադրում է տեղը, ասում է, եթե մեղավորին տեսնես իր մեղքի մեջ, ու իրան չզգուշացնես, Այն ուխտում է օրինակ ասում, մարգարեների ձեռով, ինքը եթե կորչի իր մեղքի մեջ, նրա այրունը քեզանից կպահանջվի։ Ոչ թե դու պետք է դատեիր, դու պետք է սիրեիր, դու պետք է հասկանայիր, ոնց որ ասած մարդը սենց կորչելու է, գնամ օգնեմ, որ ինքը իր այդ ետ դառնա դրանից։ Կամ Գաղատացիս 6-րդ գլխում է տենց ասում, 1-ից 3 խոսքերում։ Ասում է, երբ որ մեկը մեղք կա գործել, դու որ հոգևոր մարդ ես, ինքը տկարացել է, անկել է, դու հոգևոր ես, վիճակ ունես, գնա իրան հեզության հոգով, ինչ արա, ասում է, խոսը խրատի եւ այնտեղ այնպես է խոսում, որ այո, բանը, ասում է, իրար բեռ վերցրեք եւ Քրիստոսի օրենքը կատարեք, sense բան ասում։ Այսինքն, ոնց որ Քրիստոսը չեկա մեզի դատելու, այլ եկավ վնես մի բան անելու, որ մենք այդ դատաստան տանող մեղքից չարիքից ինչ անենք, ազատվենք, ինքը ասես չեկա դատելու, փրկելու, տենց էլ արեց։ Նմանապես դու չես այդում դատելու, եթե մեղքը տեսել ես, դու դա դատել չի, որ եթե իրան ասես, դու այդպես փրկելու,
Այսինքն այդպես իր բեռը վերցնելու, իրար բեռ վերցրեք, Քրիստոսի օրենքը կատարեք։ Իր դժվարությունը օգնելու, որ դուրս գա։ Բայց եթե կնստեմ, կխոսամ բան եւ այլեւ սրա հետ, նրա հետ, էսի դառնա բամփասանք, եթե ոչինչ չեմ անում։ Դու ով ես, դու դառել ես դատավոր ու դատում ես, էսի ճիշտ այնի սխալ ես այնցա։ Ամենայն դեպս սահմաններ կա, որ մենք զգուշ պետք է լինենք, որ այդ սահմանները չանցնենք ու նստենք Աստծո աթոռին, Աստված էլ խփի մեզի գցի այդ աթոռից։ Որտեւ դա Աստծո աթոռն է։ Դատելը Աստծո իրավունքների մեջ է այդ նկատի ունեմ, էլի։ Եվ շատ ժամանակ տեսնում եք մարդը մանավանդ որ կոնֆլիկտ ալնում ընտանիքում, ինչ-որ միջավայրում։ Էսի սենց ասեց, ընենց արեց, սենց պետք է անի, նենց պետք է անի, նենց պետք է անի, ասում են, թվարկում են, թե դիմացին ինչ պետք է անի։ Սեր չունի, էս չունի, այն չունի։ Բայց քեզ օրենքը չի տված, որ ուրիշին դատես։ Օրենքը տված է դու կատարես։ Կարաս իրան օգնես։ Չի ուզում օգնես։ Դրոշ խոսքը պարզ ասում, օրինակ, օգնությունը տարեցիր, չի ուզում, մնացած քայլերը կատարի, եթե չէ, ոնց որ ասես գործ չունես։ Բայց ոչ թե խեղտոց պահանջում են։ Ու չեն էլ կարող ապաշխարեն, մարդ կար, այս վերջերս էլ դա առաջներ մեր խոսացել ենք։ Չի կարող ապաշխարել, որտեվ ամբողջովին իրան կախման մեջ է գցել դիմացինից։ Քանի որ դիմացինը վատնա, սենց արեց, նենց արեց, նենց արեց, այս բաները արեց, ես էլ սենց եմ։ Բայց են սրա համար Աստված ասել մի դատիր, ոնց որ օրենքը տված է ոչ թե դատելու համար, այլ ինչ կատարելու համար։ Դու քո մասին մտածիր, որ դու ուղիղ լինես Աստծո առաջին։ Անկախ դիմացինից ինչա ոնց է։ Մի պահանջիր, օգնիր, բայց ոչ թե դատավորի նման պահանջիր։ Կա մեկը, որ իրանից կպահանջի։ Աստված թող մեզ օրհնի, որ մենք իրոք նորից եմ ասում, մարդու հաջողությունը սրանումն է, այն ինչի մեջ ինքը դրված է, այդ սահմանների մեջ մնա։ Սիրո օրենքը տված է, որ սիրո գործողություն կատարես, սիրես մարդուն կոնկրետ գործնական կյանքով, քայլերով, օրենքը հետա ցտամ, էս արա, սա սերա։ Դրանից ավելը արդեն Աստծո իրավունքի մեջ է մենք գործ չունենք, երբ որ անում ենք մեղք ենք գործում։ Անարգում ենք Աստծուն, դու մի կողմ կանգնի, մենք ենք դատավորը։ Տեր օրհնի մեզ։ Ուզեմ որ աղոթք անենք, թող Աստված օրհնի, որ ամեն մեկս էլ ավելի, որտեվ էսի շատ ասենց ընդհանրացակ մի հատ թեմա է, այն առումով որ մեր կյանքի բազմաթիվ հարցերի բնագավառների հետ առնչվող շոշափող։ Իմաստություն տա Տերը, որ մենք հասկանանք որն է մեր սահմանները, այս շատ կարևոր բան է։ Որն է մեր սահմանները, այդ սահմաններից դուրս չգանք։ Վերջ։ Սահմաններ ճանաչել դա ամենակարևոր գործողություններից մեկն է։ Երբ որ Աստված կներեք պարգև էր տալիս, օրինակ թագավոր էր ձեռնադրում Իսրայելի մեջ, սահմանները կարդում են ժողովրդի առաջին։ Այս թագավորը այս իրավունքներն ունի։ Ժողովուրդ դուք պետք է հնազանդվեք, իրան տրված է այդ իրավունքը։ Թագավոր դու էլ սրանից ավել բան չանես, քեզ ավել արեցի դու էլ ես մեղավոր չար։ Սահմանները ճանաչելը իրավունքի սահմանները, գործնեության սահմանները։ Դու քո համար առաջին մեջ հաջողությունն է, երկրորդը էսա որ պահես մնաս այդ սահմանների մեջ դուրս չգաս։ Եվ այդտեղ Տերը քեզ կօրհնի։ Քո ընտանիքի մեջ զավակ ես, ծնող ես, պետության քաղաքացի ես, եկեղեցու անդամ ես, քույր եղբայր ես, հարազատությունա, բարեկամությունա, ամեն ինչի մեջ։ Հենց քիթդ խոթեցիր ուրիշ տեղեր, սահմաններն անցար, դա չարիք առաջացնի։